մեկ նախադասության փորձեն արձանագրել երեկվա պատկերը, որ մարդիկ փորձում էին տոնել իրենց ամենամեծ հաղթանակը։ Տվյալացիալ կերպով այդպես էր։ Բայց այս պարագայում կարելի է նաև արձանագրել, որ այդ մարդիկ միջև այդպիսին հաղթանակը տանելը տարել են ավելի մեծ պարտություն 2020 թվականին։ Եվ եթե անգամ մարդիկ մերկված են փողոցներով եւ բղավեն նեվրիկա, իրանք հայտնագործող չեն դառնալու։ Այդ դեպքում ես կարող եմ արձանագրել եւ փաստել, որ երբ որ մարդը մեկ անգամ մեծ պարտություն է տանում, ամոթալի է եւ կարելի ասել զզվելի է այն պատկերը, երբ որ մարդիկ երեք փոքր ինչ որ 22%-անոց հաղթանակ են տարել եւ արձանագրել են, որ իրենք ունեն մեծ մանդատ։ Իրենք արձանագրում են, որ դուրս են եկել եկեղեցականների դիմաց։ Արձանագրում են, որ դուրս են եկել եկեղեցու դիմաց։ Ես հետեւյալն եմ հնչեցնում։ Ժողովուրդը իրենց մանդատ չի տվել, որ մեծ արշավ սկսեն եկեղեցու դիմաց։ Ժողովուրդը 2018 թվականին նույնիսկ իրենց մանդատ չէր տալիս, որ հայտնվեն եկեղեցու դիմաց եւ միայն իրենց անձնական շահերից բխող հայտարարություններ անեն։ Իդեպ ներողություն, երբ ժողովուրդը 2021-ին մանդատ տվեց ամենայն դեպս մի մասը, այսպիսի ցնծություն կարծես թե չկար առերևույթ, դհոլ զուռնա եւ այլն վստահ եմ դիտել եք։ Սա ինչով եք պայմանավորում։ Հետևյալ կերպ մարդիկ իրենք էլ գիտեն, որ հաղթանակի որևիցե մեծ պատկերացում նույնիսկ իրենց մտքերում չունեն։ Հնարավոր է որոշակի խախտումներով եւ այլ կերպ փորձել են արձանագրել հաղթանակ, ունենալ այդ պատկերը, բայց ժողովուրդն է արձանագրել եւ հստակ ձևակերպել, որ այդ մարդիկ պարտության մարմնացումն են, իրենք պարտության սիմվոլն են։ Ուզում է բաղարշապատում փորձեն այս կերպ հաղթանակ տանել, բայց ժողովուրդն էլ արդեն եկել է այն մտքին, որ ինչու՞ չէ նաև նոր դեմքեր է ցանկանում տեսնել։ Եվ իրենք են հասկանում, որ եթե նոր դեմքեր տեսնի ժողովուրդը, նոր առաջարկներ, իրական հողի վրա առաջարկներ, այս դեպքում իրենց պարտությունը ամենամոտն է։ Եվ եթե անգամ երեք էլ ամենամեծ ուրախությունն են տոնում, մեկ ժողովրդական ասացած կա։ Շատ մի ուրախացիր, վերջում կարող ես լավ լինել։ Ինչն էր վատը հանրապետականներում, որ դուրս եկաք եւ մտաք մեր ձևով շարժում։ Ես ձևակերպեմ հետևյալ կերպ. մարդիկ փորձեն ինձ ասել, որ ես գործունեություն եմ ծավալել այնտեղ, բայց իմ առաջնահերթ խնդիրը եղել է իշխանության հեռացումը։ Ես պատերազմի մասնակից եմ եւ դրանում գաղտնիք չի, մեկ անգամ չի, երկու անգամ չի, երեք անգամ չի, ասել եմ շատ անգամներ։ Բայց ինձ համար բոլորը պիտի պայքարեն այս իշխանության հեռացման համար։ Այստեղ ես չեմ փնտրում որևիցե մեկ այլ շահ, միայն այն, որ ժողովուրդը պիտի ազատագրվի տնային աշխատանք կատարողներից, որովհետև ինձ համար այս իշխանությունը կառավարիչների մի խումբ չի, տնային աշխատանք կատարողների մի խումբ է, թեպետ եւ հստակ հանրարարական ստացող մեկ անձից։ Իհարկե բոլորը այս դեպքում արձանագրում են, որ այս մարդիկ Ալիևի տնային աշխատանք կատարողներն են։ Եվ ինչպես գիտեք, ես շարունակել եմ պայքարը 20 թվականից սկսված մինչև առ այսօր։ Ինձ համար տարբերություն չկա որևիցե միտեղ։ Ես պայքարել եմ մինչև վերջ, երբ որ տեսնեմ այս մարդկանց հեռացումը։